Պարոն Աբովյան, Պարոն Աբովյան, անդրադառնանք վերջին իրադարձություններին, հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնությունից վերադարձող քաղաքացիներին ծանոթում են 25-օրյա վարժական հավաքների մասնակցության համար։ Սա ինչպես եք մեկնաբանում, արդյոք վարժական հավաքների մասնակցությունը դիտարկվում է որպես պատիժ, թե զգուշացում է այլոց համար, ինչպես եք սա մեկնաբանում։ Տեսեք, ըստ էության սա խուճապի առաջին դրսևորումն է, կարծում եմ ոչ վերջին, տենց լուրջ, որովհետև եթե մարդկանց պատժում են, այդ 25-օրյա այդ զբորերով, դա ուղղակի զավեշտի է վերածում եւ այո, արդեն չգիտեն ինչ անեն եւ ոնց անեն, որ ինչ որ մի կերպ փորձեն ազդել ընտրությունների վրա, այս այլ բանի վրա ուզում եի ուշադրություն դարձնել։ Իսկ Եվրոպայից ամենից եկող մեր հայրենակիցներին հետարքիր է նույն ծանոթությունները տալիս են, ես կոչ չեմ անում տան թե չէ, հակառակը, որովհետև վստահեցնում եմ ձեզ, թե Եվրոպայից, թե ամենից ինքնակամ, իրանց հոժար կամքով, իրանց գումարներով, ըստ էության պարզապես բավական է ուսումնասիրել համացանցը եւ հասկանալ, մարդիկ գալիս են, որ իրենց կարծիքը հայտնեն, այստեղ բնավ կապ չունի իշխանություն, ընդդիմություն, գալիս են։ Ինչ եք անում։ Հասկանում եք այդ խրող ձայնով, լուրջ ինչ-որ, չեմ ուզում կոպիտ բառեր օգտագործել, անհեթեթությունները դուրս տալը, հետո այդ անհեթեթությունները որոշակի ձևաչափի մեջ, տեղավորելը եւ սպառնալը, առավոտից իրիկուն նկատել եք հարգելի գործընկերներ, առավոտից իրիկուն սպառնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իրենց քվեարկելու իրավունքը իրացնելու, իրականացնելու համար։ Չհասկացանք, եթե մարդը Հայաստանի քաղաքացի է, ապրում է պայմանական, չգիտեմ, Ռոստովում կամ Բրյուսելում։ Ով եք դուք իրավունք, այո, ով եք դուք զրկեք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ընտրելու իրավունքից։ Ով եք, ես հետ եմ ուզում հասկանամ։ Իրանք բնականաբար պատասխան են, իբր իրանք իշխանություն են, ինչի ասացի, իբր, որովհետև իշխանությունը չի վախեցնում իր ժողովրդին ընտրության գնալու, հասկանում եք, պահերով։ Ուղղակի զավեշտ է, ես ճիշտ ասած մեկնաբանելու տենց ինչ-որ բան էլ չկա այս ամենի մեջ, բան չմնաց, պարզապես մի դրական բան էլ կա այս 20 օրվա մեջ, իշխանությունը ծայրից ծայր մերկացավ, ինչ կա հանեցին Մեյդան, ինչ կա։ Մենք հասել ենք մի իրավիճակի, երբ որ ընտրությունների ընդառաջ իշխանությունը գլուխա գովում եւ հպարտանում է, որ հանձնել է Արցախը։ Այն ինչ մենք ասում ենք 5 տարի ճղում էին իրանց մեջ, դες ասում ենք տենց բան չկա։ Եվ ասեմ ավելին, այն հիմնավորումները, որոնք իրենք տալիս են ինչի հանձնեցին Արցախը, կարծում եմ սրանց Ազիզ Ախպեր Ալիևով ոտնկայս իրաց ծափահարում է, այնքան լիքը լավ մտքեր են դրան տվել։ Պարոն Աբովյան, ԵԱՏՄ, ներողություն եմ խնդրում, ԵԱՏՄ տարածքի հետ կապված, կարծես թե բիզնեսի եւ այլնի վերաբերյալ այս սահմանափակումները դիտարկվում են նաեւ ճնշում ընտրությունների գործընթացներում, բայց միևնույն ժամանակ ներողություն եմ խնդրում, ԵՄ մաքսային առավելություն է տրվում։ Հիմա ինչպես է ստացվում, որ ԵԱՏՄ միջամտում։ Տեսեք, սրանք հասցրել են մի իրավիճակի, որ տվել են լծակներ շուրջ բոլորին, որ միջամտություն լինի Հայաստանի ընտրություններին։ Ռուսաստանի պահով, Ռուսաստանը ոչ թե միջամտում, այլ Ռուսաստանը ասում է հետևյալը, Նիկոլ Փաշինյան ու թիմ, որոշել ես ազգիդ փուրը տաս, որոշել ես ուզում ես տենց անես, բայց դա չի լինի մեր հաշվին, այսինքն իրենց պետության հաշվին։ Իրանք ասում են մեզ համար, օքեյ է, գնում եք, գնացեք, բայց գազը դուք չեք առնի օրինակ $177, կառնեք 600 եվրոյով, կամ այլ բան են ասում են, ձեր 100 հազարավոր միգրանտները, որոնք հատուկ արտոնություն ստանալով, օրինակ աշխատում են արտագնա աշխատանքի են, մեկնում միշտ Ռուսաստանը ամեն տարի, մարզեր ունենք այդ կներեք արտագնա աշխատանքով գնացողների վրա են աշխատում, բայց 5 տարի գլուխ չցավցնեին, դադար դուշ չտային ու մարզերում աշխատատեղ ստեղծեին, որ մարդիկ չգնային իրանց չսիրված Ռուսաստան աշխատեին։ Ասեմ ավելին, Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը, ափալ-թափալ, դա հատուկ տես բառ եմ օգտագործում, որ հասկանան, էլի։ Ափալ-թափալ
խառնվել են իրար 50 միլիոն եվրո են ուղարկում։ Ուրեմն Հայաստանը մի քանի միլիարդ դոլարի կորուստ է տանում, սրանք 50 միլիոն ուղարկում են, որ այս 2 օրը մի կերպ այս իշխանությանը պահեն։ Ժորժ ջան, գոյություն ունի հստակ եւ պարզ իրականություն։ Իշխանամետ, ընդդիմադիր, ով ինչ դաշտին ուզում է հարի։ Այս իշխանությունը պրավալա տվե ամեն ինչ։ Հասկանում եք, խեղդվելով բռնել են Հայաստանի Հանրապետության ոտերը ու իրանք սկում են մեզ էլ հետը ներքև են տանում։ Հերիք էլավ բոլելավ, ես ստիպված եմ, հա, լսում եմ Հերմինե ջան։ Եւ պլանավորումներ եղան այս օրերի եւ նաեւ մենք տեսանք գործողություններ ծեծի դեպքեր Արթիկում, Մասիսում եւ Ծեծի դեպքերի պահով, եթե ուզում եք հասկանաք ինչ է կատարում, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը խիստ դատապարտել է բոլոր այդ դրսևորումները ծեծի։ Մեր ընդդիմադիր, հա, այլ ուժերի նկատմամբ մենք խստագույնս դատապարտում ենք։ Բայց ասեմ մի բան, բա դուք ինչ եք սպասում, երբ որ առավոտից իրիկուն երկրի համար մեկ մարդը, հա, ինչպես ինքն է իրեն համարում, պաշտոնյան դե լավ, սենց ասենք, դուս ա գալի, կզսնեմ, սատկացնեմ, այս անեմ, գազազացնում, գցում է մարդկանց ուղղակի անտանելի իրավիճակի մեջ։ Ու եւս մի բան, սա ասեմ ու եզրափակենք, իսկ պատկերացնում եք հակառակ պատկերը լիներ։ Ընդդիմությունից մեկը մատով կպներ ինչ-որ մեկին, հիմա սրանք ինչ էին արել։ Հետևություն։ Խնդրեմ, ահա, բայց Արտուր Օսիպյանը ներողություն, ոչ մեկին ոչ ծեծել է խմբակային, ոչ մայկա է ճղել, ոչ հայհոյել է, ոչ էլ չգիտեմ ինչ արել։ Ասեմ ձեզ ավելին, Ալեքսանյան Արմենի դեպքը, ինչ էր անում այդ տղեն։ Ինչ արել այդ տղեն, դրեցին ավտոն վառեցին։ Ես հիմա չեմ մեղադրում իշխանություններին, բայց հետաքրքիր զուգադիպություն ստացվեց, էլի, որ իր մեքենան վառվեց հենց այն ժամանակ, երբ որ նախընտրական գործընթացներ էին գնում։ Մի խոսքով, Ժորժ ջան, բան չմնաց, 2-3 օր մնաց է համբերենք։